Լույս սիրելիներս, սա է, որ եկավ ջրով, հոգով և արյամբ, Հիսուս Քրիստոսը, ոչ միայն ջրով, այլև արյամբ և ջրով։ Սիրելիներս, Հովհաննես Առաքյալն այստեղ հստակ ցույց է տալիս, թե Հիսուս ինչ հստակ նպատակով էր եկել այս աշխարհ, մեզ մաքրելու, սրբելու և փրկելու, հոգով, ջրով և արյամբ։ Հիսուս Քրիստոսը, որ մկրտվեց ջրով, նա էր, որ իր արյամբ էլ խաչվեց մեզ փրկելու համար, ցույց տալու համար, որ նույն Հիսուսը, որ մկրտվեց, Հայրը վկայեց, որ սա իմ սիրելի որդին, նրան լսեցեք, այդ Հիսուսն էր, որ խաչվեց խաչի վրա մեզ փրկելու համար, ոչ թե նրանք, ովքեր կարծում են, թե Հիսուս երևութապես է խաչվել։ Ինչու հենց Հիսուսի կողքից ջուր և արյուն թափվեց։ Ջուրը դուրս եկավ, որպեսզի մենք տեսնենք, հասկանանք, որ Հիսուս երբ կատարյալ մարդ մահացավ, իսկ արյունը որպես կատարյալ Աստված շարունակում է ապրել։ Դրա համար նաև մենք մկրտության ժամանակ կարմիր ու սպիտակ թելով ենք խաչ մեր պարանոցը գցում, ցույց տալու մեր փրկությունը, սպիտակը, որ ջրով մկրտությամբ մաքրվեցինք, սրբվեցինք, իսկ արյան, որ նաև սուրբ հաղորդությունն է խորհրդանշում, մենք փրկություն ենք գտնում։ Ուրեմն Հիսուսի նպատակը հստակ է՝ մեզ մաքրել, սրբել եւ փրկվել հոգով, արյամբ եւ ջրով։ Այս նույն Հիսուսին ենք մենք պարտական սիրելին, որովհետեւ ամեն ինչ մեղքը արյունով էր մաքրվում։ Հիսուս մեզ մաքրեց իր արյունով, սրբագործեց, որպեսզի մենք կարողանանք նորից վերադառնալ մեր հոր մոտ, որտեղից մի ժամանակ մեղքի պատճառով հեռացանք։ Եվ Հիսուս իբրև երկրորդ Ադամ ծնվեց այս աշխարհ եկավ, որպեսզի մեզ նորից վերադարձնեն հարաբերությունը, որ առաջին Ադամը ուներ Աստծո հետ։ Հայր ու որդի ամեն օր դրախտում հանդիպում էին, զրուցում էին, շրջում էին միասին ուրախության մեջ եւ մեկ ընտանիք են ապրում։ Ուրեմն Հիսուսի փրկagorցությունը նորից մեզ մեկ ընտանիք վերադարձնելու խորհուրդն ունի։